Տեր Աստված, դու տեսնում ես իմ ներքին պայքարը, դու գիտես իմ թուլությունները և իմ անկեղծ ցանկությունը փոխվելու։ Տուր ինձ խոնարհ սիրտ, ոչ դատելու, այլ ապաշխարելու, ոչ արդարանալու, այլ վստահելու քեզ։ Թող այս շաբաթը լինի իմ խաչը ճանաչելու և քեզ հետ այն կրելու շաբաթ։ Սիրելի հավատացյալներ, մեծ պահքի առաջին շաբաթը մեզ առաջնորդեց վերադարձի գիտակցման։ Երկրորդ շաբաթը մեզ կանգնեցնում է ավելի դժվար, բայց անհրաժեշտ մի ճշմարտության առաջ։ Վերադարձը միշտ ուղեկցվում է պայքարով, որովհետև երբ մարդը որոշում է մոտենալ Աստծուն, նա առաջին անգամ սկսում է տեսնել ինքն իրեն այնպես, ինչպես կա։ Եվ այդ տեսնելը հեշտ չէ։ Սուրբ Գիրքը մեզ հիշեցնում է Քրիստոսի խոսքերը. «Ով ուզում է ինձ հետևել, թող իր անձը ուրանա, վերցնի իր խաչը և գա իմ հետևից»։ Այս խոսքը խիստ չէ։ Այս խոսքը ճշմարիտ է։ Մեծ պահքի երկրորդ շաբաթը խաչի շաբաթ չէ, բայց արդեն խաչի ստվերն է ընկնում մեր կյանքի վրա։ Մենք սկսում ենք զգալ ինչքան ծանր է հրաժարվել հին սովորություններից, ինչքան դժվար է լռել, երբ ուզում ենք խոսել, ինչքան դժվար է ներել, երբ ցավը դեռ կենդանի է, և այստեղ է սկսվում իրական պայքարը, ոչ թե արտաքին թշնամու, այլ մեր սրտի ներսում։ Մեծագույն պատերազմները չեն լինում դաշտում, այլ լինում են խղճի հետ։ Եվ այս շաբաթը մեզ սովորեցնում է մի կարևոր ճշմարտություն. մենք չենք հաղթում մեր մեղքերին մեր ուժով։ Խոնարհությունն է հաղթանակի սկիզբը։ Խոնարհ լինելը պարտություն չէ։ Խոնարհ լինելը նշանակում է դեր, առանց քեզ չեմ կարող։ Երբ մարդը դադարում է արդարացնել իրեն, սկսում է բուժվել։ Երբ մարդը դադարում է մեղադրել ուրիշներին, սկսում է խաղաղվել։ Երբ մարդը ծնկի է գալիս Աստծո առաջ, նա բարձրանում է ներսից։ Այս շաբաթ եկեղեցին մեզ կոչ է անում ավելի խոր աղոթքի, ոչ երկար խոսքերի, այլ ճշմարիտ խոստովանության, այսինքն ասել Աստծուն այն, ինչ մենք հաճախ չենք համարձակվում ասել անգամ մեզ։ Տեր, ես թույլ եմ։ Տեր, ես հոգնել եմ։ Տեր, ես պայքարում եմ։ Եվ Աստված երբեք չի մերժում այդ աղոթքը։ Սիրելիներ, եթե այս շաբաթ զգաք հոգևոր ծանրություն, իմացեք դա ձախողում չէ։ Դա նշան է, որ ձեր սիրտը աշխատում է։ Մեծ պահքը մեզ չի խոստանում դյուրին ճանապարհ, բայց խոստանում է ճշմարտություն։ Եվ ճշմարտությունը միշտ ազատագրում է այն մտքերից, որոնք կորցնում ենք մեր խաղաղությունը։ Թող այս երկրորդ շաբաթը լինի ոչ թե ինքնադատաստանի շաբաթ, այլ խոնարհության շաբաթ, որովհետև խոնարհ սրտին Աստված երբեք չի մերժում իր շնորհը։ Ուրեմն խոնարհությունը մեր ամենամեծ ուժն է Աստծո առաջ։